Հաճախ լռելը խոսելուց լավ է։ Կյանքի ամենանուրբ հարաբերությունը ամուսնությունը։ Ամրանում է ոչ միայն խոսքերով, այլև լռությամբ։ Լռությունը երբեմն ամենախորն իմաստն ունի, այն պահպանում է սրտի խաղաղությունը և առիթ է տալիս Աստծուն գործելու։ Աստվածաշունչը սովորեցնում է, յուրաքանչյուր մարդ թողարակ լինի լսելու, դանդաղ խոսելու և բարկանալու մեջ։ Երբ ամուսինները ընտրում են լսել, ոչ թե պատասխանել անմիջապես, սիրո սերմը աճում է, իսկ վիրավորանքինը մահանում։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, այս խոսքը հիմա էլ արդիական է։ Երբեմն մի խոսքով կարելի է կոտրել տարիների վստահությունը, բայց մի պահ լռությամբ փրկել այն։ Լռությունը անտարբերություն չէ, այլ խոնարհություն, այն սրտի աղոթք է. Տեր, դու խոսիր իմ փոխարեն։ Եվ երբ ամուսինները սովորում են լռության մեջ լսել միմյանց, այնտեղ հայտնվում է Աստծո ներկայությունը։ Եկեք հիշենք, լռությունը կարող է դառնալ սիրո լեզու, և ինչպես գրված է, խաղաղ պատասխանը զսպում է բարկությունը, բայց կոպիտ խոսքը բորբոքում է այն։ Թող մեր տներում շատանան ոչ թե խոսքերը, այլ խաղաղությունը, և մեր սրտերում ապրի այն լռությունը, որտեղ Աստված է խոսում։